Բարև ձեզ, սիրելիներ, այսօր ինձ հետ է բարև ձեզ։ Ուժեղ Հայաստանի տեխնազուներեն բարոն Անտրանիկ Գևորգյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շատ լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք։ Վաղուց եք փորձեմ ուժեղ Հայաստանի դուք երկրորդ տեխնազուն եք, բարոն Իդել Ղազարյանը ողջունեմ, առաջինն էր։ Վիդի խոսիմ շատ լուրջ մտահոգության մասին, որ շատ հայրենասեր հայերու այսօր կմտահոգ է։ Գիշեր նարեն բարոն Սասունյանը վերջին արձազրույցին այսպիսի դարացարություններ գար, սա որ եթե ուժեղ Հայաստանը մի ցևով արգելվի, պետք է բոլոր քաղաքական ուժերը բոյկոտեն ասանդրությունը, բարոն Հոմիկ Ղազարյանը նույնպես միտք արտադրեց, որ հնարավոր է որ ուժեղ Հայաստանի մի գերբ իշխանություն արգելե, հարցումս երկու բաժինով է, առաջինը ինչքան լուրջ է այդ մտահոգությունը իրենք որ բարձ է որ ուժեղ Հայաստան այն ուժն է որ այլևս չի կարող մեկը գասեցնել նույնիսկ եթե հետևիմ ես հուսում եմ որ մենակ արդեն ուժեղ Հայաստանը քաղաքացիական պայմանագրին արժև է գարտեստի որ մնաց քաղաքական ընդդիմություն հավաքական ընդդիմությունը միասին իշխանությունը ամեն գերով բարդվելու է եթե չի լինի շատ վատ անակնկալ ինչ կուզեք ասել արդյոք ուժեղ Հայաստանի նման սևամբեր գուգդակվին չէ չի մտահոգվինք Դուք ճիշտ եք, բոլոր հարցումները ցույց են տալիս այս պայդրությամբ, որ ուժեղ Հայաստանը առաջատար դիրքերում է, նույնիսկ քաղաքացիական պայմանագրից առաջ ենք, ու մենք ամեն բան անում ենք, որպեսզի ընտրությունների արդյունքները լինեն բացարձակ հաղթանակի պարագայում, այսինքն մենք ունենանք բացարձակ հաղթանակ, բայց այս պահին ես գտնվում եմ Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու տարածաշրջաններում, իրականացնում ենք մեր քարոզարշավը, բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում, գյուղերում, մենք դրանք կանխում ենք, որովհետև մենք բացատրում ենք շատ հանգամանալից մեր հայրենակիցներին, որ վախենալու կարիք չկա, ոչինչից ու ոչ մեկից չվախենան, այլ գնան ընտրատեղամասեր եւ կատարեն իրենց ընտրությունը, տանը չմնան, որովհետև սա շատ կարևոր ընտրություն է մեր ընտրության պատմության մեջ որոշվելու է Հայաստանի հետագա ճակատագիրը, Հայաստանի լինել չլինելու հարցն է դրված եւ պարտավոր ենք ազգովի կանգնել ուժեղ Հայաստանի կողքին, որpիսի մենք ունենանք ուժեղ Հայաստան ու ուժեղ Հայաստանի ապագա այս պահին սա շատ կարևոր է Եվ այո, բազմաթիվ են դեպքերը, կուզենամ շեշտել, որ բռնաճնշումներ, տարբեր տիպի խուզարկություններ բնակարաններում, աջակիցների, դուք ինքներդ էլ լավ եք տեսնում, կազմակերպված ձայնագրություններ, խախտելով մարդկանց սեփականության, մարդկանց անձնական տարածքի իրավունքը, իրականացվում են տարբեր տեսակի խոչընդոտներ են դրվում, որpիսի մեր աջակիցները իրենց աջակցությունը չկարողանան արտահայտել, բայց փառք Աստծո, մենք ունենք մի մեծ ստվար զանգված, որն արդեն adekvat ու գիտակից ձևով պատկերացնում է ներկայիս իշխանությունների գործելավոճը եւ դեմ է արտահայտվում այդ գործելավոճին, կարողանում են իրենց հստակ ձայնն արտահայտել, ձայնը բարձրացնել եւ ասել, որ այո, մենք ունենք հստակ կողմնորոշվածություն, թե ում ենք ընտրելու ընտրություններին եւ ոչ մի այլ քաղաքական ուժ, քաղաքական ուժի ներկայացուցիչներ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, ինչպես կուզենամ նաև նշել, որ տեղում աշխատում են եվրոդիտորդների հետ շատ ինտենսիվ կերպով ներկայացնում ենք ամենայն հարգանքով մեր տեղական դիտորդական առաքելություն իրականացնող ներկայացուցիչներին, բայց դուք ինքներդ էլ հասկանում եք, որ 2018 թվականից սկսած տարբեր ձևերով ստեղծվեցին տարբեր դիտորդական առաքելություններ, որոնք որ ինչ որ ուժի ներկայացուցիչներն են ավելի շատ եւ մենք ավելի լավ համագործակցություն ունենք դրսից եկած մեր եվրոդիտորդների հետ, ներկայացնում ենք իրավիճակը, ներկայացնում ենք թե ինչ է կատարվում կոնկրետ բնակավայրերում, կոնկրետ տեղամասերում եւ ամեն բան անելու ենք, որպիսի ընտրությունները անցնեն հավուր պատշաճի, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, դա շատ կարեւոր է ուժեղ Հայաստանի կողմից, ինչ վերաբերվում է ընդդիմադիր դաշտի հետ կապված ես գնահատական չեմ փորձի տալ, չեմ ցանկանա տալ ընդդիմադիր մնացած գործիչների կամ կուսակցությունների կատարած քարոզարշավին, այլ կարող եմ ասել կոնկրետ մերը,
որ մենք հստակ ներկայացնում ենք մեր ծրագիրը, հստակ ներկայացնում ենք մեր հայրենակիցներին, որ մենք կանգնած ենք իրենց կողքին, որովհետև ուժեղ Հայաստանը այս պահին գնում է բացարձակ հաղթանակի, իսկ թե ովքեր կլինեն ազգային ժողովում, դա որոշելու է ժողովուրդը, թե ինչ ձայների համամասնությամբ կձևավորվի ազգային ժողովը, ազգային ժողով անցնելուց հետո ժողովրդի ընտրությունը կատարելուց հետո արդեն պարզ կլինի նաև հետագա ընթացքը ընդդիմադիր մնացած դաշտի ներկայացուցիչների հետ։ Նորեդ երկար խոսելու ենք, սակայն բարձ է որ իշխանության ուժեղ դերը ծայրամասերում քյուրերուն են այնտեղ այդքան ժողովուրդը քաղաքականացված չէ, այդքան լավ չհասկնար, չի կա ինտերնետ, գիտեմ որ մեծամասնությունը հմեգին գեհդեվին, չունին այդ հնարավորությունները կամ այդ հետաքրքրությունը եւ դարիքոտ քվեարկողներուն վարչապետ Փաշինյան անընդհատ թոշակը ավելացավ, այսպիսի շատ ինձ համար իբր սպիրկայի իբր ասկայի շատ վիրավորական է որ վարչապետ Փաշինյան իր քարոզի մեջ թիմի ժողովրդին թոշակը ավելացավ խոսելով, այսինքն սա շատ ցավալի վիճակ է։ Ինչ կնե անտիմություն եւ ինչ կնե ուժը Հայաստան հասնելու քյուրերը, որտեղ այնտեղ իշխանությունը որոշ արավելություն ուներ, այս միաժամանակ դրությունը մենք բարձվեցանք, որտեղ քյուրերը քաղաքի մեջ բարձված ուժը, որ հավաք մնավ 200 հոգի չեկավ, քյուրերու մեջ գալողացավ մեզի դժբախտաբար հաղթել։ Բացի ընտրական process-ից, այսպես ասեմ, ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանը նույնպես գյուղի ծնունդ է եւ առաջին հերթին ինքը շատ լավ է պատկերացնում գյուղացու քրտնաջան աշխատանքը։ Եվ այս ընթացքում մեր առաջնորդի կողմից հստակ իջեցվել է հանձնարարական, որ գյուղացիների հետ տարվող աշխատանքում հստակ ասեմ, որ ինքը կանգնած է գյուղի ու գյուղացու կողքին։ Մենք այդ մեսիջը, մեր առաջնորդի մեսիջը հասցնում ենք տեղ, որ գյուղացին ոչինչից չվախենա, չմտածի, որ ինքը մենակ է, իսկ ինչ վերաբերվում է ձեր ասացին, այո, դա շատ վիրավորական է գյուղացու նկատմամբ, երբ ներկայիս իշխանությունը վարչապետն իր փոքրիկ խմբակով մտնում է եւ երեսով է տալիս, որ ձեր թոշակը բարձրացրել եմ, երեսով է տալիս, որ ձեր դպրոցը կառուցել եմ, ձեր ճանապարհը կառուցել եմ։ Փառք Աստծո, ժողովուրդը մի այսպիսի գյուղերում ժողովուրդը մեր հանդիպումների ժամանակ մի այսպիսի որակավորում ու ձևակերպում է տալիս թոշակների բարձրացմանը, որպես ընտրաթոշակ։ Այսինքն գյուղերում մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ այս թոշակների բարձրացումը ոչ թե իրենց կենսակերպը, ապրելակերպը լավացնելու կամ իրենց մասին մտածելով էր արվում, այլ ընտրությունից առաջ էր արվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մտնի գյուղեր ու երեսով տա գյուղացիներին, որ ձեր թոշակները բարձրացրել եմ, որ բայց հստակ մի այսպիսի բան ֆիքսենք։ Ուժեղ Հայաստանը ոչ մի անգամ դեմ չի եղել կրթությանը, որ հիմա իրանց այդ փոքրիկ խմբակի քաղաքականապես անդաստիարակ ներկայացուցիչները իրենց լեզուներին չափ ու սահման չտալով փորձում են ինչ-որ բաներ արտահայտվել, ինչ-որ բաներ խոսել, թե իբր ուժեղ Հայաստանը կրթությանը դեմ է։ Չկա նման բան, ուժեղ Հայաստանը կրթությունը դարձնելու է անվճար ուսանողների համար առաջին հերթին, բայց եկեք հստակ ֆիքսենք։ Սիրուն սարքված դպրոց գյուղի կենտրոնում, բայց այդ դպրոցը դատարկ։ Ում է պետք այդ սիրուն սարքված դպրոցը, եթե դպրոցում աշակերտ չկա, ու այդ դպրոցը վտանգի առաջ է կանգնած, որ մի քանի տարի հետո նույն ճակատագրին է արժանանալու ինչ որ կողքի գյուղի դպրոցը։ Դպրոցներ են փակվում տարածաշրջանում։ Ինչքան էլ որ իրենք փորձեն ասեն մանկապարտեզներ ենք սարքում, դպրոցներ ենք սարքում, դուք ավելի շատ պիտի այդ մանկապարտեզներում ու դպրոցներում աշակերտ ու երեխա ապահովեք։ Այդ ճանապարհները սիրուն սարքած գյուղերում ասֆալտապատում են անում, դա շատ լավ է որ անում են, դա պիտի անեն։ Դա անում են գյուղացու արդար քրտինքից, դա անում են հարկ վճարողների հաշվի ու չեն կարող դա որպես լավ արարք մատուցել գյուղացուն ու վերջում էլ պարտադրել, որ իրենցից շնորհակալություն հայտնեն։ Բայց հստակ ֆիքսենք, եթե իրենք չունեն գյուղերը զարգացնելու,
գյուղերը շատացնելու, ավելի բարեկեցիկ դարձնելու, ես նորից եմ կրկնում, ում է պետք այդ սիրուն սարքած դպրոցը։ Իրենք ընկել են ձևի հետևից, բայց այո, բովանդակությունը մոռացել են։ միանշանակ։ Այդ դպրոցի սիրուն տեսքը չի կարևոր, այդ դպրոցի մեջի բովանդակությունն է կարևոր, որ լիքը աշակերտներ լինեն, կրթությունը լինի բարձր մակարդակի, աշակերտներ լինեն, կրթվեն, որպիսի գյուղը չդատարկվի, կրթված սերունդ մեծանա, որպիսի գյուղում մնա, գյուղը շենացնի, բարգավաճ դարձնի գյուղը եւ ամեն բան անի, որ գյուղը լավ կետի հասնի։ Խնդիրը սրա մեջ է։ Եվ մենք սա տեղ ենք հասնում մեր հայրենակիցներին, մեզ հետ համաձայն են շատ շատերը, որովհետև իրենք նույնպես հասկանում են, որ գյուղերը դատարկվում են։ Իսկ ուր է տանում այդ գյուղերի դատարկումը։ Այսօր իրենք սկսել են հերքել, թե իբր տուրիստական նպատակներով պիտի ադրբեջանցիները գան ու Հայաստանում Խոսել ենք անեմ մասին։ ում են խափում, այո, ում են խափում իրենց ներկայացուցիչներից, իրենց նախարարներից, падգամավորներից շատ-շատերն են ասում, որ Անեմ մասին մենք ենք պիտի խոսելու։ ընդունենք, այո, ընդունենք լիքը բաների, այլ ազգերի մեզ հետ վերաբնակեցման կամ բնակեցման։ Ախր դուք չեք կարող երաշխավորել ու ապահովել մեր երկրի էթնիկ անվտանգությունը։ Դուք չեք կարող ոչ միայն այլ անվտանգություն ապահովել, դուք նաև այդ էթնիկ անվտանգությունը չեք կարող ապահովել։ Սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է, երբ որ դու ուղակի համաձայնվում ես պայմանների, երբ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում Անոր մասին ենք խոսելու, կազմակերպեն։ որոնք շատ կներեք, որ կընտանեմ, Մгм, մгм, շատ կներեք, ես երգան adın գզնեմ վարժ այդ պաշտոնի մարդավարություն եւ որ քաղաքականությունը քիչ մը գասկնա ինչ մարդավարություն եւ ինչ վտանգավոր խոնամանկ մարդավարություն նաեւ այսօր վիդեոն դա մгм, 5 րոպե առաջ աս վիդեոեն նորեն գիսեցի արդեն բարոն Տոլանյանը գսե որ մենք երավայդ վիճակը դուրս մենք ուղեղը պիտի փոխենք որ պետք է Հայաստանը միադար հայ լինի բարոն Սիմոնյանը գսե որ չեմ բացառում որ ազերնուքան այստեղ բնակություն կհաստատեն եւ վաճառականություն գնենք Ես վարչայդ Փաշինյանին լավ մտի գնողը գասկնա ինչքան վտանգավոր է իր խոսածը գսեմեզի վտանգը միգեր մենք որտեղ աշխարհի ամեն ջարբի խոսողն է միգեր մամիսի խոսի որ ժողովուրդը գասնա որ չէ կաբավի որ այդպեսի բան չի գալ սակայն ուղերձը կանցնե է միանշանակ որտեղ եթե ընդրվի բիդեսե որ ասած եմ ցեսի դու ինձ ընդրած եք ուրեմն ինչու դու փողոք շատ լուրջ վտանգ կա որ 300,000 ազերին պիտի կա ես համոզված եմ որ եթե վարչայդ Փաշինյան ասված չնե Եթե հաղթե 300,000 արժեներուն Հայաստան գալու ճամփան արդեն իրենք հարտած են, մեզ արդեն սկսած են պատրաստելու։ Բայց կան նաև շատ իրեն ջարբի կորչուն, այդպիսի բան չի գա, ընդրությունը ասի գա, ընդդիմության գոմե դեմագոգիա է, այդպիսի բան չի գա։ Ես հասկացած եմ, գսկամ որ պիտի կա։ Ինչ կուզե գսել, ժողովրդին ազանգել։ Ժողովուրդ, եթե ասված չնե քաղաքացիական պայմանագիրը հաղթե, այսինքն մենք գործանված ենք 300,000 ազերին պիտի կա եւ այլ շատ ավելի մեծ վտանգներ։ Խնդրեմ անամեցեք։ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել հայ ժողովրդին եւ այս 8 տարիների ընթացքում նա միայն խաբել է մեր ժողովրդին։ Արցախից, պատերազմից, Արցախահայության խնդիրներից, մեր երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելուց, մեր երկրի օրենքը հարգելուց ու ժողովրդավարական սկզբունքներ ներդնելուց ի վեր։ Այո։ Եվ ես հստակ արձանագրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական հմտությամբ, մանիպուլյացիոն ձևով իր խոսույթի մեջ օգտագործում է այնպես, որ հասարակ գյուղացին հերոստացույցի դեմը նստած չի հասկանում Նիկոլն ինչ է ասում։ Ինքը լղոզված ներկայացնում է մի պատկեր, որ միգուցե զբոսաշրջիկների մասին է խոսքը, ոչ, մենք հստակ ասում ենք մեր հայրենակիցներին, որ ընտրությունից հետո հունիսի 18-19-ի Նախիջևանում նախապատրաստվում է համաժողով Արևմտյան Ադրբեջան թեմայով, որտեղ պետք է քննարկվեն այն առանձնացված ցանկը, թե որտեղ պիտի վերաբնակեցվեն կամ բնակեցվեն այդ ադրբեջանցիները, հստակ տեղեկատվություն ունենք, որ նրանք արդեն ունեն իրենց անձնագրերը, նրանք ունեն իրենց համապատասխան փաստաթղթերը, որ այդ փաստաթղթերով հանդերձ գան Հայաստան ու պահանջ ներկայացնեն։ Ես մեր հայրենակիցներին ուղղակի հորդորում եմ, ուղղակի խնդրում եմ, շատ լուրջ վերաբերվեն այս հարցին, որովհետև մեր իշխանությունը չունի այն քաղաքական կամքը,
չունի այն պրոֆեսիոնալիզմը, չունի այն ուժեղ դիվանագիտությունը, որ կարող է նման հարցերը իշա հայ ժողովրդի, իշա Հայաստանի քննարկել եւ լուծել։ Մենք կանգնած ենք լրջագույն խնդրի առջև։ Իրենց ասած այդ ուղեղները փոխել եւ այլն, մենք չենք կարող միատար ազգ լինել եւ չընդունենք այլ ազգերի ընդունում եմ ներկայիս աշխարհակաղակական իրողությունների մեջ չենք կարող ամբողջությամբ փակ լինել։ Մենք նույնպես պիտի բաց լինենք, պիտի հարաբերություններ կարգավորենք, խաղաղություն, հարևաններ եւ այլն, բայց այս ամեն ինչի մեջ շատ կարևոր է, երբ քո հարցերը լուծողը, երբ քո դիվանագիտությունը առաջ տանողը, երբ քո անվտանգությունը պահպանողը խելքը գլխին մարդ լինի։ Իսկ ներկայիս իշխանությունը, փոքրիկ խմբակը իրենց ղեկավարի գլխավորությամբ ոչ ադեկվատ ու ոչ հավասարակշիռ հոգեկան վիճակում են։ Մարդը, եթե կարող է մարդուն ասել դու ինչու չես զոհվել, պիտի զոհվեիր, այդ մարդը չի կարող Հայաստանի այս ժողովրդի անվտանգություն կարգավորել։ Այո, Նմանատիպ հարցերը ադրբեջանցիների վերաբնակեցում, խաղաղության պայմանագիր, այդ խաղաղությունը պիտի լինի երկարաժամկետ ու կայուն։ Այդ խաղաղությունը կնքողը պիտի լինի ուժեղ, որ absolut. կարողանա մի սեղանի շուրջ համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին եւ կարողանա առաջ տանել քո երկրի ու քո ժողովրդի շահը։ Իրենք այդ առումով քաղաքականապես ոչ պրոֆեսիոնալ են, իրենք քաղաքականապես չեն պատկերացնում ինչ են անում, կտրված են իրականությունից, ուղղակի իրականացնում են օտար օրակարգեր, ինչ որ իրենց կողքից թելադրում են, դա էլ անում են։ Իսկ դա լավ տեղ չի տանելու մեր երկիրը։ Շատ օրհասական ու շատ լուրջ լրջագույն կետի ենք հասել, որ հայ ժողովուրդը պիտի ճիշտ ընտրություն կատարի։ Իրենք փորձում են անընդհատ անդրադառնալ, որ ինչ 300,000, բայց հստակ չեն պատասխանում։ Տուրիստ են գալու, են անելու, մենք պետք է մեր ուղեղը փոխենք, ախր դուք գնացեք ձեր ուղեղները փոխեք։ Էй ժողովուրդը լավ է պատկերացնում, Այո, թե ինչ է սպասվում իրեն։ Ու շատ ուրախալի նաև փաստ արձանագրեմ, որ մենք գյուղերում, երբ որ հանդիպում ենք մարդկանց հետ, ինչքան էլ որ իրենք վախի մթնոլորտ են տարածում, վախեցնում են ժողովրդին, ժողովուրդը ադեկվատ ու գիտակից ձևով ընկալում է։ Սա 8 տարի առաջ չի, ես իմ խոսքում Աբրեք, շատ եմ նշել։ 2018 թվականին, երբ որ իրենք ստեղծում էին Facebook-ում ֆեյքապետությունը, ժողովուրդը շատ բան չէր պատկերացնում։ ճիշտ է, Այն կոմենտների տարափը, այն դիտումները, այն լայքերը ժողովուրդը ընկալում էր, որ դա ամբողջ հայ ազգն է, որ սենց Նիկոլին ուզում է, որ Նիկոլը գա դառնա վարչապետ։ Իսկ հիմա ոչ։ Բոլորը գիտակցում են, այո, կարողանում են նույնիսկ մեկնաբանությունների մեջ տարանջատել, թե ովքեր են ֆեյք, ովքեր են իրական դեմքեր։ Սա շատ կարևոր արձանագրում է, որ ժողովուրդը քաղաքականապես դարձել այո, է ավելի գիտակից։ այո, տոկոսով, Եվ պատկերացնում ա, որ այն միջավայրը Facebook-ում, սոցիալական մեդիայում, որ իրենք ստեղծում են, վրչովել, իրականության հետ ընդհանրապես կապ չունի։ Եվ սա այն կարևոր բաներից է, որ եթե մենք մի 5 տարի առաջ խոսեինք, չէինք պատկերացնում, ժողովուրդը շատ բան չէր պատկերացնում։ Մտածում էր, որ եթե իրար վատ բաներ են ասում Facebook-ում, մարդը մարդուն ասում է, իրական կյանքում էլ կարող են իրենք նման վարքագիծ դրսևորել։ Հիմա ոչ։ Հիմա շատ բան փոխվել է։ Վստահությունը իր նկատմամբ, որովհետև տեսան ես 8 տարվա ընթացքում մարդն ինչ արեց։ այո, Ընտրությունից ընտրություն գալ, մատ թափ տալ, խոսալ, գոռալ, պահանջել, ես քո համար ասֆալտ եմ արել, դու ինձ պիտի շնորհակալություն ասես, դպրոց եմ արել, դու ինձ պիտի շնորհակալություն թոշակ եմ բարձրացրել, դու ինձ պիտի շնորհակալություն։ Հա, բայց դրանից չի փոխվել գյուղացու կյանքը, ճիշտ, չի փոխվել գյուղացու դժվարությունները, շատ ավելի բարդացվել է, որովհետև այո, այդ նույն 10,000 բարձրացված թոշակին համապատասխան գնումներն ավելի ապրանքների գներն են բարձրացել։ Այսինքն հասկանում է մեր հայրենակիցը, մեր ժողովուրդը հասկանում է, որ ուղղակի իրենք ընդամենը օդում խոսում են։
փորձում են մոլորեցնել, որ Պարոն նորից Գեորգյան, վերարտադրվեն։ ընդհանուր եմ, ճիշտ ասկերին պիտի հասնեի։ Արդյոք Վարչապետ Փաշինյանը նախքան իր կորդարշավի ճամփանիշնել այլ գերկ պատկերացնել եւ հիմա հասկացած է, որ որտեղ որ երթա ժողովուրդը իրեն շատ կոշտ վերաբերմունք ունի, արդյոք չէ ակնկալեր եւ արդյոք դակամ իր պարամոլ վիճակի մեջներ կգարձի, որ ժողովուրդը իրեն կբաշխե եւ արդյոք ամեն օր Վարչապետ Փաշինյանը ճամփագետա իր ինքնին իր կորդարշավին փուն ընդդիմության ամենը մեծ զարայություն մատուցանողը Վարչապետ Փաշինյանը իր շարժումներով ինչ կգարձեք։ Ես միշտ ասում եմ, փոքրիկ խմբակի ներկայացուցիչներից մեր տարածաշրջանում 2 հոգի կան, քարոզ են իրականացնում։ Ես ասում եմ, իրենք ինչքան շատ խոսեն, այնքան մեր օգուտն է։ Որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է տարածաշրջաններում ու գյուղերում ու հասկանում է, որ ժողովուրդը բառացիորեն չի ընկալում իրեն որպես այլևս Հայաստանի վարչապետ, ինքը դրանից ընկնում է ցայտնոտի մեջ, սկսում է պատեպատ տալ իրան, սկսում է հրահանգներ իջացնել, սկսում է ուժեր կենտրոնացնել, սկսում են ճնշումներ, խուզարկություններ, մտնել տներ, ջղայնացած երևի մի հատ էլ սենց ձայնային է ուղարկում WhatsApp-ով, ասում է հիմա բոլորդ մտեք, վիդեո արեք, այս թեմայով, այս սենց խոսացեք, նրանք էլ սենց վեկանում են, հեռախոսները, վիդեոն միացնում, սկսում էշ դուրս տալ, վերջում լավ բան չի ստացվում։ Վերջում այդ իրենց վատ խոսույթը, մուննաթ գալով խոսույթը, ես միշտ ասում եմ, դա անդաստիրակ խոսույթ է, ու ինձ խոսքի մեջ էլ եմ օգտագործում, որ գալիս են ասում, տեր կանգնիր Հայաստանին, տեր կանգնի Հայաստանի անկախությանը, տեր կանգնի խաղաղությանը, ախր դուք ձեր լեզուներին մի հատ որ տեր կանգնեք, այս ժողովրդին պետք չի գալ տենց բաներ ասել, ասում է տեր կանգնիր խաղաղությանը, այս ազգը տեր կանգնած է այդ խաղաղությանը, դուք չպիտի գաք, որ ասեք, որ տեր կանգնեն, դուք տեր չեք կանգնում, դուք տեր չկանգնեցիք, հիմա ուզում եք էլի ժողովրդի վզին փաթաթեք, ուզում եք ժողովրդի վզին փաթաթեք, որ վաղը մյուս օր երեսով տակ ասեք, մենք ձեզ ասում էինք տեր կանգնեք խաղաղությանը, տեր չկանգնեցիք, մենք ձեզ ասում էինք, ինչպես 44 օրյա պատերազմի ժամանակ եղավ, բոլորդ հավաքվեք, եկեք ռազմաճակատ, մարդը նստեց ու հետո ասեց, ես ձեզ կանչում էի, դուք չեկաք։ Սա հետաքրքիր լրագրողական մանիպուլյացիա է, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է, որ վաղը մյուս օրը ժողովրդի վզին փաթաթելու բան ունենա։ Ինչպես որ 2018 թվականին ասեց, ինչքան որ բարձր ծափահարեք, ես կդառնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ու ժողովուրդը էյֆորիայի տակ ծափահարում էր իրեն։ Իսկ հիմա ինչ է անում։ Դուք ծափահարեցիք, դուք ինձ բերեցիք, ես էլ դարձա վարչապետ։ Հիմա նույն process-ն է գնում։ Նույն ձև ժողովրդին մեղադրելով տեր կանգնիր խաղաղությանը, տեր կանգնիր Հայաստանին։ Այս մարդիկ տեր կանգնած են։ Ոնց տեր կանգնեն, այլ որ պետք լինի։ Դուք տեր կանգնած չեք։ Դուք եթե գնում եք թաքուն պայմանավորվածություններ եք ձեռք բերում, դուք գնում եք թաքուն դիվանագիտություն եք վարում կողմերի հետ։ Ժողովուրդն ընդհանրապես ոչինչից տեղյակ չի լինում։ Ու ինչ որ մի փուլից իմանում է, որ 300,000 ադրբեջանցիներ պիտի գան ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Այն ժամանակ խաղաղությունը բրգեցինք։ Միդսե որ միշտ կնանք խաղաղություն բادرաշիրի այդպես արեցինք։ Միդսե։ Այո։ Միդսե։ Որոնք Գևորգյան շատ կարևոր ասել գետ որ մի քիչ առաջ խոսեցանք, որ շադրուս կդակրե։ Եթե հավաքական ընդդիմությունը հաղթե ավելի եւ այդպես է ընթացքը հստակ է որ հավաքական ընդդիմություն 15 դարչև է, այսինքն դառնենք ուժեղ Հայաստան տաշինք առաջարկ Հայաստան եւ բարոն Տատոյանի շարժումն 5.5 15 դարչև է արդյոք մեզի գերաշխավորեք որ յարու հետ միասին պիտի համակորձակցի կազմեք կոալիցիա նույնիսկ եթե կբն առաջին կամեծամասնություն եւ այս իշխանությունն այս մխցավարձը մեզի վերջայից պիտի հերասենք նորեն գսեմ ըստ երևույթին ուժեղ Հայաստանը մենակ արդեն Վարչապետ Փաշինյանը քիթ է արդեն այլ դուրմնաց մյուս 3 ուժերը Այսպես ասեմ, ամեն բան պիտի անենք, որ Նիկոլի ազգակործան այս քաղաքականությանը վերջ տանք։ Բայց ես նորից եմ կրկնում, ժողովուրդը պետք է որոշի, որ քաղաքական ուժերն են անցնում ազգային ժողով։ Եվ եթե կարիք լինի ընտրություններից հետո հստակ դիրքորոշում, որով պիտի մենք Նիկոլին հեռացնենք, պոկենք իր աթոռից,
Ուժեղ Հայաստանը հաստատ կունենա այդ քննարկումները համապատասխան ուժերի հետ, ովքեր որ անցած կլինեն ընդդիմության շարքերից ազգային ժողով։ Մենք հստակ գնում ենք բացարձակ հաղթանակի Դասված։ եւ բացարձակ հաղթանակով պիտի Նիկոլ Փաշինյանին հեռացնենք։ Այլ սցենարների դեպքում, երբ որ քաղաքական ուժը անցած կլինի ազգային ժողով ու կարիք կլինի քննարկումների, գաղափարական խնդիրների, առաջարկների, ծրագրերի քննարկումներ իրականացնելու, ուժեղ Հայաստան դաշինքը դրան էլ պատրաստ կլինի։ Պարոն Գևորգյան, դա այլ գետ մնա, որ Վարշավետ Փաշինյան իր խորաման կալոսությամբ կփորձի արժև դանել, որ ուժեղ Հայաստան ընդհանրապես քաղաքական չէ, այլ խոսի միայն ֆինանսական առումով, ընկերային տնտեսական, ուժը որ ոչ քաղաքական կետնի վրա, ոչ ֆինանսական, ոչ ընկերային տնտեսական, ոչ ժողովրդավարության, ոչ համաշխարհային մտնորդի, ոչ մեր ազգային արժեքները բոլոր գետերում որ բացարձակ աղետ եւ ցավողություն կփորձի ցեզի ներկայացնել իբր ոչ քաղաքական, ավելի արևելական ֆինանսական։ Ինչ կուզեք ասել, ուժիմը որ գետնը չի թողեց որ Հայաստանին ամեն ինչին հիմնադակ մեզի դարավ բացարձակ ցավողության։ Ես կվորագրեմ աշխանությունը ոչ թե հայացքի, պատմության ընթացքի ժողովուրդներն ամենեն ցավող աղետալի իշխանություն։ Ինչ կուզեք ասել։ Համաձայն եմ ձեզ հետ, որ պատմության ընթացքի երևի ամենաձախողված իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ինչ վերաբերվում է իրեն ձևակերպումներին, ինչքանով ճիշտ կլինի ես հիմա նստեմ իմ քաղաքագիտական տերմինաբանությամբ, խոսեմ ինչ որ երևույթների, քաղաքական կուսակցությունների եւ ընդհանրապես քաղաքականության մասին այն ձևով, եթե իմ ժողովուրդը դա չի ընկալում ու չի ուզում լսել։ 30 տարի մեր ժողովուրդը լսել է քաղաքական հետաքրքիր ճառեր, քաղաքական հետաքրքիր զրույցներ, բայց ոչ մի քաղաքական հետաքրքիր ճառ ու զրույց չի փոխել մեր ժողովրդի կյանքը։ Այո։ Ես իրենց այդ ձևակերպումները, որ իրենք տալիս են, նախ թող հետ գնան ու իրենց պատկերացնեն, թե իրենք որտեղից են եկել, չպատկերացնելով ընդհանրապես կառավարումն ինչ է։ Քաղաքականությունը դա նույն կառավարումն է։ Եթե մարդը գլուխ չի հանում կառավարումից, եթե չի պատկերացնում կառավարումն ինչ է իրենից ենթադրում, նա չի կարող զբաղվել քաղաքականությամբ։ Քաղաքականությունը դա նույն տնտեսությունն է։ Ամբրեք։ Եթե դու ճիշտ տնտեսություն ես կարողանում ստեղծել, կառուցել, ապա դու ճիշտ քաղաքականություն ես ստանում։ Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ։ Քաղաքականությունը իր էությամբ կապված է բոլոր ոլորտների հետ։ Բոլոր կառավարումից սկսած տնտեսություն, անվտանգություն։ Ինչ վերաբերվում է մնացածին, ուժեղ տնտեսությունը ուժեղ անվտանգության հիմքն է։ Եթե դու ունես ուժեղ տեղական ռազմարդյունաբերություն եւ ունես ուժեղ ներդրողներ, որոնք դրսից երաշխավորելու են քո անվտանգությունը պաշտպանելով իրենց ներդրումները, դու ունենում ես համապարփակ, երաշխավորված անվտանգություն մի քանի կողմերից։ Դրան ավելանում է նաև ուժեղ դիվանագիտությունը, ուժեղ բանակը, որոնք որ ստեղծում են քո ուժեղ անվտանգությունը։ Այդ իրենց ձևակերպումները քաղաքականությունից չհասկանալու եւ այլնի հետ կապված, էլ ինչ է պետք։ Մեր ժողովրդին, երբ որ մենք սկսում էինք մեր ձևով շարժումը, մեր առաջնորդի կողմից հստակ ցուցում կար։ Գնալ գյուղերը, խոսել մարդկանց հետ, վեր հանել բոլոր խնդիրները, որպիսի այդ խնդիրները դառնան ծրագիր։ Իսկ ինչու, որ այդ ծրագիրը չդառնա լոկ թղթի վրա գրված ծրագիր։ Այդ ծրագիրը իրատեսական լինի։ Իսկ մեր ժողովուրդը այսօր ցանկանում է ուժեղ անվտանգություն եւ բարեկեցիկ կյանք իր բնակավայրում։ Այսինքն մենք պիտի ստեղծենք ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն։ Իսկ դրա ստեղծման, դրա կայացման գործը դա ճիշտ եւ ուժեղ կառավարումն է։ Ինչն էլ քաղաքականության մասին է խոսում։ Երբ որ քո երկրի ղեկավարը ունի ստեղծած մեծ, ահռելի մեծ բիզնես, դա խոսում է իր կառավարման հմտությունների մասին, Այո։ որ այդ մարդը գիտի ոնց կառավարել։
Եվ եթե հաջողություններ ա ունեցել այս ամբողջ ընթացքում, ուրեմն հասկանում ա ոնց պիտի կառավարել։ Եթե մենք ճիշտ կառավարենք մեր երկիրը, մի փոքր ստեղծենք էպիկ ճիշտ գարտունեք բարոն Գևորգյան Լիբանանի ամեն հաջող վարչապետներն մեկը Ռաֆի Հարիրին որ սպանվեցավ նահատակ ինքը քաղաքական մարդ չէր մեծահարուստ էր Սաուդի Արաբիան եւ ամեն մարդ կունտնի որ Լիբանանի պատմության ամեն հաջող վարչապետներն մեկը Ռաֆի Հարիրին էր խնդրեմ հրամեցեք այո, այո, ես նույնպես արձանագրում եմ, որ դա, եթե դու մտածում ես քո ժողովրդի բարեկեցիկ կյանքի մասին։ Նիկոլը լրագրող լինելով ինչի վրա շեշտը դրեց։ Facebook-ում լայք, հետևորդներ, կոմենտներ, Facebook-ում գեղեցիկ նկարներ, հետաքրքիր հոդվածներ, սենց բաների վրա շեշտը դրեց։ Այսինքն ինքը որպես իր էությամբ ոչ քաղաքական, հասարակ շարքային լրագրող էր։ Հիմա ժամանակն է եկել, որ մեր երկիրը պետք է կառավարի ուժեղ տնտեսագետը։ Ուժեղ տնտեսագետ ղեկավար պիտի ունենանք, որպիսի կարողանա այս մեր բոլոր ոլորտների շահկապակցվածությունը պահի։ Ես ընդամենը մի հատ հետաքրքիր կապ ցույց տվեցի։ Օրինակ մեր անվտանգային 6 կետերից 6-րդը տեղական ռազմարդյունաբերության մասին է։ Տեղական ռազմարդյունաբերությունը քո ուժեղ տնտեսության հետ շահկապակցված է։ Դու եթե ունենաս տեղական ռազմարդյունաբերություն, կունենաս աշխատատեղեր, դու կունենաս քո ռազմարդյունաբերությունը կախվածություն չես ունենա այլ երկրներից, կարտադրես այն ինչ որ քեզ պետք է, ներդրումները ուժեղ տնտեսությամբ ուժեղ ներդրումներ կբերես, ուժեղ ներդրողները կսկսեն պաշտպանել իրենց ներդրումները հարձակումների դեպքում, թշնամիների դեպքում, երբ որ դու ունես դրսից լավ ներդրողներ, իրենք սկսում են խառնվել այդ process-ին, որ իրենց ներդրումը պաշտպանեն, ասեն մի հատ հանգիստ մնացեք ձեր տեղերը։ Այս տարածաշրջանում մենք ունենք մեր անելիքները։ Սրանք բոլորը փոխկապակցված երևույթներ են։ Ունես աշխատատեղ, ունես նոր կադրերի անհրաժեշտություն։ Նոր կադրերը իրենցից ենթադրում են նոր կրթական որակ։ Նոր կրթություն, կրթված մարդիկ, նոր աշխատատեղեր, սոցիալական մի շարք խնդիրների լուծում։ Ամբողջությամբ շահկապակցված մի համակարգ է ու քաղաքականությունը, կառավարումը, ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն, որը մենք լավ ենք պատկերացնում։ Մեր առաջնորդը լավ է պատկերացնում։ Ինքը գիտի ինչ հերթականությամբ պիտի զարգացնենք, պիտի առաջ տանենք մեր երկիրը, ազատվելով այս ապիկարներից ու այս ազգակործաններից։ Բարոն Գևորգյան, ունի տարեմին 4 օր մեզ ուտա եթե որ եք փախոստ ունիք, մեզ սպիրկենան գեդեմ ես Լիբանայի սպիրկայեմ հայրատացեմ 8 տարի այստեղ գաբրին, եթե որ եք խոսք ունիք, Ես որ մի խոսք միայն որ ռեպլիկ, մանատորես ամենան որ պերանս պանամ հագրակ որ ես Սենչակյանեմ ինձի Փաշինյանից ներգուքան, ցկե երգիր կնա այդ տաշնակ։ Չեմ ուզել լսել որ տաշածական չեմ, թեև ադի վատ բան չէ, Սենչակյանեմ, սակայն սպիրկնա մեզ իգլեսեմ, ունին 4 րոպե խնդրեմ հրամեցեք։ Ես հստակ ձևով մեր հայրենակիցներին հորդորում եմ հունիսի 7-ին չմնալ տանը, գնալ ընտրության, որպիսի ադրբեջանցիները չգան, գնալ ընտրության, որպիսի փոփոխություններ լինեն, գնալ ընտրության, որպիսի մեր երկիրն ունենա ուժեղ ապագա, որովհետև դրված է մեր երկրի լինել չլինելու հարցը։ Գնան ընտրության եւ ընտրեն ճիշտ քաղաքական ուժի, որպիսի այլևս խաբված չլինեն, որպիսի այս 8 տարիների ստորացած վիճակը մենք կարողանանք վերացնել։ Պիտի ոչ հասենք ստորացմանը եւ այո ասենք փոփոխություններին։ Մենք այս ընթացքում, այս 8 տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ ներկայիս վարչախումբը ինչպիսի կզած վիճակում է առաջ տանում իր դիվանագիտությունը։ Մեր թշնամիների, մեր ոչ բարեկամ երկրների առաջ համաձայնվում է բոլոր պայմանավորվածություններին։ Մենք չունենք երաշխավորված խաղաղություն, մնայուն խաղաղություն։ Մեր երկրի գլխին կանգնած է, կախված է վտանգ, եւ այդ վտանգը կարող է շատ օրհասական լինել հայ ժողովրդի համար։ Ես միշտ նշում եմ, մեր հարևանները 80 միլիոն եւ 10 միլիոն են։ Մեկ անգամ եթե որոշեն շատ արագ անցնել մեր երկրով,
միգուցե ոչինչ չկարողանանք պահպանել։ Այս հարաբերությունները սահմանի բացում կլինի, խաղաղություն կլինի, ուժեղ ղեկավար է պետք, որպեսզի կարողանա այս հարաբերությունները ճիշտ կազմակերպել, սահմանի բացումն էլ ճիշտ կազմակերպել, խաղաղության process-ն էլ ճիշտ կազմակերպել։ Մենք թշնամական չենք տրամադրված աշխարհի շուրջ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք Հայաստանում չկա որևէ գիտակից մարդ, որը որ կցանկանա պատերազմ լինի։ Բոլորն էլ ցանկանում են խաղաղություն։ Բայց այդ խաղաղությունը պիտի երաշխավորված, մնայուն ու կայուն լինի։ Այո։ Իսկ դրա համար մեզ պետք է մարդ, ով հասկանում է այդ ամեն ինչից։ Մեզ պետք է պրոֆեսիոնալների թիմ։ Այն մարդիկ, ովքեր որ հիմա զբաղվում են մեր դիվանագիտությամբ, կիլոմետրերով հեռու են։ Իրենք չգիտեն հայի ու Հայաստանի շահը պաշտպանել։ Եվ իմ հորդորը, իմ կոչը մեր հայրենակիցներին չմնան տանը։ Մեզ պետք է առավելագույն մասնակցություն ընտրություններին, որպեսզի կարողանանք կանխել Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությունը։ Իսկ այս պահին այդ քաղաքականությունը կարող է կանխել միայն Սամվել Կարապետյանը։ Եվ պետք է ընտրել փոփոխությունը, փոփոխության համարն է 3-ը, թող մեր հայրենակիցները իրենց բարեկամներին, ընկերներին, հարազատներին, բոլորին տեղեկացնեն, որ սա շատ կարևոր ընտրություն է Հայաստանի ընտրությունների պատմության մեջ։ Այո։ Պետք է գնալ ընտրության եւ ճիշտ քվե տալ, որպեսզի մենք ունենանք Հայաստան, ուժեղ Հայաստան եւ ապագայով լի ուժեղ Հայաստան։ Պարոն Անդրանիկ Գևորգյան, ուժեղ Հայաստանի տեխնացու, շնորհակալություն գայթեմ մաղթելով ձեզի հաղթանակ եւ հաջողություն, անգամ եւս իմ դպավորությունից, որ ես քաղաքականության երկար է գետևիմ, հնարավոր է որ ուժեղ Հայաստանը մեն մինակ որտեղ հիմա կիտարկիտ է, ես բոլորին չեմ ամոթալ, ես կտեսնեմ ացել հավաքները, որ հազարավոր մարդիկ ատրոմատիկայով կավրան, որ ասված դա ուժեղ Հայաստանը մեն մենակ արդեն քաղաքացիական պայմանագրի բարդության մատնե ինձ մի ավելի ուրախ մեկը չդիներ, ձեզի մաղթելով հաջողություն, շնորհակալություն գայթեմ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Ստեսություն։